Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ինչպես միշտ եթերում ենք ու կարևորի մասին։ Impeachment շատ ծեծված թեմա է եւ շատ առանձնահատուկ ու կարևորություն ունեցող թեմա է։ Եվ այսօր հենց impeachment-ի հեղինակի իմ գործընկերոջ բոլորիս կողմից շատ հարգված Էդգար Ղազարյանի հետ ենք խոսելու։ Բարև ձեզ, Բարև։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, բայց մի առարկություն է, որ impeachment-ի հեղինակը ոչ թե ես եմ, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Համաձայն եմ, ինչպես միշտ դիպուկ ու հումորով։ Ինչ առաջարկ եք արել, իմ տաղավարում չեք խոսել, որպեսզի իմ հետևորդները եւ իմ լսարանը հասկանա պատգամավորներին impeachment-ի մասով։ Վարչապետին անվստահություն հայտնելու ասեցին գաղափարի հեղինակը Սահմանադրությունն է, բայց ցավոք սրտի մեր ազգային ժողովի պատգամավորներից մինչև վերջերս եւ ոչ մեկը չնայած հիմքերի արկայության անվստահություն հայտնելու նման նախաձեռնություն չէր ցուցաբերել։ Ես այդ մասին առաջին անգամ խոսել եմ դեռևս 2022 թվականի օգոստոսի 23-ին, անկախության հռչակագրի ընդունման օրը, երբ որպես քաղաքացի իմ նախաձեռնությամբ հանրահավաք էի հրավիրել Հանրապետության հրապարակում։ Եվ այդ հանրահավաքում փորձելով հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նրան բացատրեմ նրա հրաժարականի հիմքերը, այդ հանդիպումը չկայացավ իր պատճառով, նախապես նա իմանալով, որ լինելու է հանրահավաք, եւ ես նախապես է ասել, որ նաեւ գրավոր էի դիմել վարչապետի աշխատակազմ այդ օրվա հանդիպման խնդրանքով, ինքը այդ օրը առհասարակ Երևանից էր բացակայում եւ չի վերադարձել Երևան եւ այդ հանդիպումը չի կայացել։ Եվ դրանից հետո ես հայտարարեցի, որ որևէ այլ հնարավորություն չկա նրանից ազատվելու, քան ազգային ժողովի կողմից նրան անվստահություն հայտնել։ Իդեպ այդ հնարավորությունը առաջացել էր դրանից ուղիղ 20 օր առաջ, օգոստոսի 2-ին պաշտոնավարման 1 տարին լրանալուց հետո։ Բայց ցավոք սրտի ազգային ժողովի պատգամավորները ականջալուր չեղան այդ առաջարկին։ Եվ դրանից հետո ես բոլոր առիթներով միշտ խոսել եմ անվստահություն հայտնելու մասին։ Մասնավորապես այդ հանրահավաքից մի քանի օր հետո 2022 թվականի սեպտեմբերի 14-ին մեծ թվով մարդիկ ինքնաբուխ հավաքվեցին ազգային ժողովի մուտքի մոտ։ Հիշում եք այդ ժամանակ հարձակումներ ադրբեջանական Հայաստանի վրա, ջերմուկի ուղղությամբ, պատերազմ, զոհեր եւ այլն, եւ իր Նիկոլ Փաշինյանի շատ վտանգավոր հայտարարությունները ազգային ժողովում, որ ինքը պատրաստ է թուղթ ստորագրել, որ ինքը պատրաստ է զիջումների գնալ, ինքնաբուխ մարդիկ հավաքվեցին ազգային ժողով։ Այնտեղ եկան նաև ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները այդ հավաքին, եւ նրանց առաջարկվեց, որպեսզի նրանք սկսեն անվստահություն հայտնելու գործընթաց։ Նրանք գնացին ազգային ժողովի շենք, վերադարձավ երկու խմբակցությունների անունից Հայաստան խմբակցության այն ժամանակվա պատգամավոր Արամ Վարդևանյանը եւ հայտարարեց, որ երկու խմբակցությունները նախաձեռնել են անվստահություն հայտնելու գործընթաց, բայց հետո պարզվեց, որ ցավոք սրտի դա կեղծիք էր, որովհետեւ անվստահության գործընթացի սահմանադրական պահանջներից մեկը վարչապետի նոր տեխնազոյի առաջադրումն էր, իսկ իրենց ստորագրությունները, որի մասին հայտարարվեց, նման տեխնազու չէին պարունակում, այսինքն իրականում նման գործընթաց չկար։ Եվ այդ կերպ նրանք ստեղծության շփոթություն առաջացրեցին հավաքի մասնակիցների միջև, հիասթափություն առաջացավ եւ դրանով իսկ այդ գործընթացը տապալվեց։ Հաջորդ անգամ նման հնարավորություն եղավ, երբ որ միշտ մենք մտածել ենք, որ անվստահության գործընթացը պետք է ուղեկցվի հանրային աջակցությամբ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մարդիկ էլ ինքնաբուխ հավաքվեցին Հանրապետության հրապարակում, մեծաթիվ բազմություն հավաքվեց մարդկանց եւ այն ժամանակ ստեղծվեց այսպես կոչված անհասկանալիորեն ազգային կոմիտե, որի կազմում էին Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Անդրանիկ Թևանյանը եւ Ավետիք Չալաբյանը։ Այսինքն այդ ազգային կոմիտե կոչված անհասկանալի թերևս մարմնում կային երկու խմբակցություններից պատգամավորներ՝ եւ Իշխան Սաղաթելյանը եւ Հայկ Մամիջյանը։ Եվ տրամաբանական էր, որ այդ պահին կարող էր նորից մեկնարկել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, ինչը նորից չեղավ։ Հաջորդ հնարավորություն եղավ 2024 թվականի մայիսին Սրբազան պայքարի շրջանում, երբ Բագրատ Սրբազանը մայիսի 4-ին մինչ այդ կիրանցում տեղի ունեցող գործողություններից հետո որոշում կայացրեց մայիսի 4-ին շարժվել դեպի
Երևան եւ ընդհանրապես հայտարարեց, որ մայիսի 9-ին ինքը լինելու է Երևանում։ Մայիսի 9-ին Սրբազանի առաջնորդությամբ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին Հանրապետության հրապարակում։ Սրբազանը հայտարարեց, որ պահանջում է վարչապետի հրաժարական, 1 ժամ լրացուցիչ 20 րոպե ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին այդ որոշումը ինքնուրույն կայացնելու համար, եւ այդ որոշումը չլինելու դեպքում, իսկ դա չեղավ, նա հայտարարեց, որ խնդրի լուծման տարբերակը մնում է վարչապետին խորհրդանի միջոցով անվստահություն հայտնելը։ Բայց ցավոք սրտի անգամ այդ դեպքում, երբ որ փողոցում կար մարդկանց մեծ բազմություն եւ հանրային աջակցություն, դա կարող է այլևս ոչ չլինի, չնայած ցանկացած պահի կարող լինի, բայց փաստեր որ կար եւ դա աննախադեպ էր այդքան մեծ թվով մարդկանց ներկայությունը փողոցում այդ պահանջով, նորից պատգամավորները անվստահություն հայտնելու գործընթաց չնախաձեռնեցին։ Նախորդ անգամները, երբ որ ասում էին նախաձեռնենք, չստացվի 6 ամիս չենք կարա դա անենք, այդ ասելու վրա 5 հատ 6 ամիս արդեն վարի են տվել։ Հիմա եկել է մենք սահմանային ժամանակահատվածում ենք, որովհետև եթե հիմա այդ գործընթացը չսկսեն եւ հաջող ընթացքի ապահովման ուղղությամբ ջանքեր չգործադրեն, մենք ակամա հայտնվելու ենք 2026 թվականում, իսկ 2026 թվականը դա արդեն ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամկետն է, իսկ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելը դա գործնականում անհնար է, եթե ինքը մնում է իշխանության ղեկին։ Շատ պարզ պատճառով էլի, ասեք թող իմանա, վարչական ռեսուրս։ Միայն վարչականը չի, դա անվերահսկելի ֆինանսական ռեսուրսներն են, դա իրավական ռեսուրսներն են, այսինքն ընդդիմադիր օպոնենտների, նրանց աջակիցների, նրանց թիմակիցների, ուրեմն իրավական հետապնդումներն են, քրեական տարբեր վարույթներն են, որոնք նախաձեռնում են հաստատի առկա են։ Դրանք պետական, այո, ձեր ասած մարմինն է, որ վարչական ռեսուրսի մեջ է մտնում եւ այլ, այսինքն ընտրական համակարգը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմա ամբողջությամբ վերահսկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, բոլոր անդամները այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից են առաջադրվել եւ ընտրվել, ԿՀ նախագահ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Վահագն, ուրեմն Հովակիմյանն է, բացի այդ, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը պետքա բողոքարկվի, բողոքարկման միակ վայրը դա սահմանադրական դատարանն է, որի նախկին կազմից մնացել են ընդամենը 2 պատգամավոր, որոնցից մեկը ինքնահռչակվել է որպես ՍԴ նախագահ, այսինքն ըստ էության մի դատավոր գոյություն ունի ՍԴ-ում նախկին կազմից, որ կարող ենք ասել, այսինքն ակնկալիքները կարծում եմ ֆանտաստիկայի ժանրից են եւ մանավանդ որ էմպիրիկ գործնականում արդեն ապացուցվել է 21 թվականի ընտրությունների արդյունքները նույնպես բողոքարկվել է ՍԴ եւ ՍԴ-ն անփոփոխ է թողել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Իդեպ շատ խոցելի իրավական գործընթացներում այդ որոշումը կայացվել, ես հիմա դատական process-ների մեջ եմ այդ առումով։ Այսինքն նաև ինստիտուցիոնալ համակարգն է ձևավորվել։ Դրան զուգահեռ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարվել եւ շարունակվում է այդ ընթացքը, որ ընտրությունների արդյունքները իմանալու դեպքում մինչեւ ԿԸ-ի կողմից դրա հրապարակումը, եթե կառավարությունը հայտարարում է երկրում արտակարգ դրություն կամ ռազմական դրություն, ապա ընտրությունները չեղարկվում են եւ ոչ թե արդյունքներն են հետո հրապարակվում, այլ պետք է անցկացվեն նոր ընտրություններ։ Այսինքն նաև այսպիսի գործիքակազմ են ստեղծել, այսինքն բոլոր հնարավոր իրավական, քաղաքական, վարչական, ֆինանսական միջավայրը կազմակերպական ստեղծված է այնպես, որ պետք է գործնականում բացառել ժողովրդական, բացի այդ մամուլի նկատմամբ վերահսկողությունը, հանրային հեռուստաընկերության այդ քարոզչական գործիքի իրանց ձեռքում գտնվելու հանգամանք։ Հետևաբար, եթե դա քիչ հավանական է 0-ի մոտ, ապա միակ, չնայած դժվար, այո, շատ լավ հասկանում եմ, որ դա շատ դժվար ճանապարհ է, շատ մեծ աշխատանք է մեզնից պահանջվում բոլորիցս, բայց դա ըստ էության ոչ միայն միակ հնարավորությունն է, այլ նաև միակ սահմանադրական եւ օրինական լուծումն է այդ խնդրին վերջ տալու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար։ Դրա համար մենք բոլոր նամակներ ենք գրել, արթուն ենք շարժման շրջանակներում ազգային ժողովի պատգամավորներին, որպեսզի նրանք նախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Սկզբնական շրջանում այդ քաղաքական ուժերը, հատկապես նրանք, ովքեր դիմադրություն են ցույց տալի այդ գաղափարին, ցավոք սրտի եւ մեզ համար զարմանալիորեն դրանց թվում է նաեւ ընդդիմադիր դիրքավորում ունեցող պատգամավորներ, իրանք սկսեցին ըստ էության սա մեղադրանք է վարչապետի ընդհանրապես աթոռը զբաղեցնող անձի նկատմամբ, իմպիչմենթը ըստ էության դրա մասին է։ Եթե ամեն օր գեներացնում են այդ տրամադրվածությունը հենց ազգային ժողովի ամբիոններից, իրենց նստած տեղերից,
Ինչն է պատճառը, որ հետո հայտարարում են, որ դրա հիմքերը չկա ու սա գործիք է ուղղված դեպի երկրորդ նախագահ։ Ես ճիշտ ասած ինձ համար շատ տարօրինակ է այդ մեկնաբանությունը, ցավոք սրտի դա տարբեր քարոզչական ձևերով ներկայացում է, որ իբր սրա նպատակը թիրախավորելն է Հայաստան խմբակցությանը կամ երկրորդ նախագահին։ Ճիշտ ասած մենք երկրորդ նախագահին նույնիսկ չենք էլ դիմել, ասենք մեր գրությունները հասցեագրված են միայն падգամավորներին, որովհետև երկրորդ նախագահը падգամավոր չի։ Իրենք ինչ-որ ներքին պայմանավորվածությունների ընկալումներով դեռևս ինչ-որ իներցիոն բաներ են ներկայացնում, որը իմ որպես նաև իրավաբանի գիտակցության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում։ Օրինակ ասում են Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի առաջնորդն է։ Առանց հասկանալու այդ ասողները, որ Հայաստան դաշինքը վաղուց վերացել է, դաշինքները դրանք նախընտրական շրջանում են ձևավորվում։ Ընտրությունների արդյունքներից հետո այն ուժերը, որոնք գնում են պարլամենտ, այդ իրենց կուսակցությունների կամ դաշինքի անվանում ձևավորվում է խմբակցություն, այսինքն դաշինքները վերանում են, դա միայն Հայաստան դաշինքին չի վերաբերում։ Բոլոր նախընտրական դաշինքները 21 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո վերացել են, որոնք անցել են խորհրդանում, այդ անունով ձևավորվել են падգամավորական խմբակցություններ։ Եվ քանի որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է իր падգամավորական մանդատից, ուրեմն ինքը падգամավոր չի դառել, իսկ իրենց խմբակցության ղեկավարն է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Սեյրան Օհանյան։ Հիմա ես չեմ ուզում, չեմ կարամ հասկանամ, ասենք ինչ առաջնորդի մասին է խոսքը, եթե մարդը падգամավոր մի կարգավիճակ չունի, այսինքն ի պաշտոնական որևէ կարգավիճակ չունի, եւ այդ իմաստով որոշումներ չի կարող կա։ Այլ բան է, որ այդ խմբակցության падգամավորները իրեն ընդունում են որպես հեղինակություն, իր կարծիքը հարգում են, լավ են անում, ցանկացած մարդը հիշում ենք անցած ճանապարհը։ Չէ, բացի ոչ միայն իր ապարատներում, ասենք իրավական ընթացակարգը մարդկա ոչ միայն իր համար, ասենք նախկին պաշտոնյաներից որևէ մեկին է հարգում, այլ իր քեռուն է հարգում, իր հրողբորն է հարգում, իր մեծ աղբորն է հարգում, իր, չգիտեմ, աներոշն է հարգում, ամեն, չգիտեմ, մարդկա մի հատ հոգևորականի է հարգում։ Մարդը կա վարչապետին է հարգում։ Մարդկա մի հատ, ասենք, երաշտի է հարգում, որ բնակավարում չէ, հեղինակություններ, դա ներքին բան է, ֆորմալ իմաստով դա ինձ անկեղծ ասած քիչ է հետաքրքրում ով է հարգում։ Հիմա падգամավորը, կոնկրետ падգամավորը, որը ունի իր լիազորություններից բխող որոշումներ կայացնելու պարտավորություն։ Իսկ պարտավորությունը որտեղ է առաջանում սահմանադրությամբ։ Մեր սահմանադրությամբ ասում է երկիրը խորհրդանական երկիր է, կառավարությունը համարվում է այն սահմանադրական մարմինը, որը իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականություն, այսինքն բացի կառավարությունից ուրիշ որևէ այլ պետական իշխանության մարմին ներքին եւ արտաքին քաղաքականություն չի, այսինքն կենտրոնական բանկը չի կարա ներքին եւ արտաքին քաղաք, կենտրոնական տնտեսական հանձնաժողովը չի կարա, մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի, էլի հանրային խորհուրդը չի կարա, դա կարա, պարլամենտը չի կարա, դա կարանի միայն կառավարությունը։ Եվ ասում է կառավարությունն էլ այդ քաղաքականությունը իրականացնում է իր գործունեության ծրագրի հիման վրա։ Այսինքն կառավարությունը չի կարա մի բանանի, որ ծրագրում գրած չի, իրավունք չունի, չանի այն ինչ որ ծրագրում գրած է, ծրագիրները զորով իր գլխի պարտադրած չի։ Իր գրած ծրագիրն է, ինքը բերում, ընդ որում կառավարության ծրագիրը այն աստիճանի կարևոր փաստաթուղթ է, որ այն անպայման պիտի վավերացվի։ Եթե կառավարության գործունեության ծրագիրը խորհրդանի հավանությանը չի արժում, պարլամենտը լուծարվում է։ Օրինակ կարա օրենքի նախագիծ լինի, չէ՞, ներկայացնեմ, պարլամենտը չընդունի, դեմքը իհարկե։ Դրանից պարլամենտ չի լուծարվում։ Բայց կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտանալուց պարլամենտն է լուծարվում։ Հիմա հարց արա, ուրեմն դա կարևոր բան է, չէ՞։ Միանշանակ։ Իսկ ինչի է կարևոր։ Կարևոր է որ կատարվի։ Եթե պիտի այնտեղ բան գրած լինի ու չկատարվի, հենա կարող նաև ընդհանրապես ծրագիր չլինի, չէ՞։ Նա մեկին մենք կարգենք ոնց որ կաթողիկոսն է, ՑՄ ընտրվում է։ Հիմա ասենք Նիկոլ, մեր ընտրական համակարգը դնենք մի կողմ։ Էլ երկրում ընտրության իմաստը ո՞րն է։ Եթե պիտի նախընտրական ծրագրերը կառավարության ծրագիր չդառնան, ծրագիրը պիտի չկատարվի, ընտրության գաղափարն էլ է։ Չկատարման արդյունքում էլ ասեն որևէ հետևանքներ դարձ չառաջացնի, քաղաքական պատասխանատվություն որևէ մեկը չկրի, էլ ընտրությունը ինչ, ասի 26 թվականի ընտրությունը ինչի համար է։ Բերեք, մեկը խախտել են, չէ՞, մեր սահմանադրությունը։ Հենա բերեք մի անգամ, այս ասենք Նիկոլ Փաշինյանը մեր ՑՄ վարչապետն է, ինքը պիտի մեռնի վարչապետի պաշտոնում, ինչքան շուտ, այնքան լավ։ Ասեց ասենք մի ասես սահմանադրական նորմ սահմանենք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի մեռնի վարչապետի պաշտոնում։ Աղոթենք, որ դա լինի ինչքան հնարավոր է շուտ։ Բայց դա պիտի աղոթքով։ Հա, կսկսեն։ Ինչ է։ Աղոթել, ինչ եք հուշում։
Թողաղոտ են, կարող Աստված մեր ձենը լսում է, մեռնեմ Աստծո զորությամբ։ Հա, կարող է շուտ հավատալ։ Հիմա եթե ուրեմն նա պիտի միշտ մնա վարչապետ ու իրավիճակից ելնելով իր համար որոշումներ կայացնի։ Մի օր ասես կանի, մի օր ինչ ուզի կանի։ Մեկը ինքը դրա համար քաղաքական պատասխանատվություն, բայց դա չի մեր սահմանադրությունը։ Մեր սահմանադրությունը ասում է կառավարությունը պարտավոր է իր ծրագիրը կատարի, ազգային ժողովն է պարտավոր է դա վերահսկի։ Եթե վերահսկում ես, տեսնում ես կառավարության ծրագիրը չի կատարվում, ուրեմն միայն պատգամավորները կարան վարչապետին անվստահել։ Ինչքան էլ իմ խելքը հասնի, ինչքան էլ ես դրա համար մտահոգություն ունեմ, նամակ գրեմ, գնամ ազգային ժողովի ընդունարան, փորձեմ իրանց հետ հանդիպեմ, բացատրեմ, միևնույն է ես դա անելու իրավունք չունեմ։ Այդ իրավունք ունեն միայն ազգային ժողովի պատգամավորները։ Իդեպ բոլոր պատգամավորները, որոնք սա են դեպքն է, որոնք ասում են, չէ՞, մենք նամակը գրել ենք։ Խմբակցություններն են արձագանքում։ Հայաստան խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկել, պատիվ ունեմ խմբակցությունն ինձ նամակով պատասխան։ Ասում եմ, այ եղբայր, մենք խմբակցություններին չենք գրել, խմբակցություններին չեն մեզ պատասխանում։ Մենք պատգամավորներին են գրել, որովհետև ազգային ժողովի կանոնակարգը առանձնացնում է որոշումներ, որոնք որ խմբակցությունն է կայացնում, եւ որոշումներ, որոնք որ պատգամավորներն են կայացնում։ Այդ որոշումները առանձնացված է։ Օրինակ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պատգամավորը չի կարա տեխնացու առաջադրի։ Ամեն մի պատգամավոր առանձին տեխնացու չի կարա առաջադրի։ Դա կարա այդ որոշումը կայացնի խմբակցության ներսում, այո, կարա մեկը կողմելի, մեկը դեմ, քվեարկեն որոշում կայացնեն, բայց որոշումը պիտի կայացնի խմբակցությունը։ Վարչապետին անվստահություն հայտնելու թե նախաձեռնությունը, թե քվեարկությունը, թե ուրիշի նախաձեռնությանը միանալը։ Դա ամեն պատգամավորի անհատական որոշումն է։ Իսկ պատգամավորների միջև որևէ իրավական կարգավիճակի տարբերություն չկա, անկախ դրանից ինքը որ խմբակցության պատգամավոր է, ինքը կին է թե տղամարդ է, ջահել է թե ահել է, ասենք սանրվածքը մազերը խիտ է թե ասենք նոսր է, դրա մեջ ոչ մի տարբերություն չկա, բոլորը ունեն նույն իրավական կարգավիճակ։ Ինչին է այդ իրավական, այդ էլ է սահմանադրության մեջ։ Ասում եմ, ամեն մի պատգամավոր առանձին վերցրած ներկայացնում է ողջ ժողովուրդը, այսինքն կապ չունի։ Դրա օգտին դու քվեարկել ես այդ մարդու, չես քվեարկել։ Հիմա ասենք թե ազգային ժողովի ամեն մի 107 պատգամավոր հայ ժողովրդին ինքը անհատապես ներկայացնում է։ Հրամայական մանդատով կաշկանդված չի, ոչ ոք նրա գործունեության վրա ազդելու իրավունք չունի, ինքն էլ պիտի սեփական խղճից համոզմունքներից ելնելով որոշում կայացնի։ Հիմա ասում ենք դուք խնդրում ենք որպես պատգամավոր, ես որպես քաղաքացի, խնդրում եմ ձեզ, ես ձեզ եմ վերահսկում որպես քաղաքացի, իմ քաղաքացիական վերահսկողության իմաստով, ինչ իրավունք ունեմ, դուք եք ձեր որպես հանրային ծառայող, ձեր պարտականությունը կատարեք, վերահսկեք կառավարությանը ու ձեր որոշումները պիտի խելամիտ։ Հիմա ասենք ես գնում եմ ազգային ժողովի իմ նամակի հետևից, հանդիպեմ պատգամավորին, խուսափում են, այ եղբայր, խուսափելով չի է։ Իդեպ, ձեզ ընդունում է ԿՊԱ-ական պատգամավորները։ Որոնք որ ԿՊԱ-ական են, չէ, այսքան ժամանակ իմ երկու հանդիպում է փաստացի կայացել, մեկ եղել է Հայաստան խմբակցությունից պատգամավոր, մյուսը խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեգամ Նազարյանը, որտեղ որ ԿՊԱ-ականների այնտեղ ոնց որ հասկանում եմ, սենց է, եթե հանձնաժողովներ են, մի անդամ է գալի միշտ քաղաքացի, ամեն ամիս լնում է, էլի դա։ Ներքին պայմանավորվածությունն են, չնայած հանձնաժողովի այդ ընդունելությունը ենթադրում ամբողջ կազմով պիտի գան նստեն այդ կա։ Բայց ներքին պայմանավորվածությունն են, որ ամենահերթապահ է, ոնց որ ամեն անգամ մի պատգամավոր, որ անկախ որ խմբակցությունից է գնում է ընդունելության։ Հիմա եթե ասենք մենակ ԿՊԱ-ական պատգամավորը չեն գալի, փախնում են։ Եվ նույն ձևը եղել է Հակոբ Արշակյանի եւ Ռուբեն Ռուբինյանի բար, չէ, գալիս է աշխատակցուհին, այդ ընդհանուր բաժնի քաղաքացիների ընդունելության նամակների բաժնի պետը Գալի ասում է պարոն Ղազարյան, ձեզ փոխանցում եմ, օրինակ այսօրվան, այսօր էլ է գնացել առավոտյան, ասում է Էմա Պալյան, այդ առողջապահության հարցերի հանձնաժողովի անդամ է, շատ հայտնի, մի երկու բանով է հայտնի ինքը, դες պատգամավորական գործունեությամբ չեք դժվար էլ հիշեք։ Ես իրան հիմա տեղը չեմ էլ վերել։ Հեսա կասեմ կբերեք, ամուսնու որ գործի էր ընդունել ազգային ժողով որպես իրան օգնական, ասում որ անձրևիտակ չմնա, բայց անձրևիտակը չի պիտի մնա, ուրեմն իրանք գյումրեցի են, ազգային ժողովի նիստերն էլ ամեն օր չի, չէ, ուրեմն Երևանում բնակարան վարձելով, բացի դրանից, որ ստանում ամիսը մոտ մի 650,000 դրամ աշխատավարձ, մաքրուն է դրանց կարծեմ։ Բայց տնտեսագիտական խորհրդատվություն եք տալիս։ Չէ։ Որ հասկանան ինչ անեն Չէ, արդեն անում են, իրանք այն ինչ որ փողին է վերաբերում, գիտեն։ Հասկացա։ 250,000 դրամ ստանում է պատգամավորական ծախսերի փոխհատուցում։ Ինչքան պրեմիա է ստանում այդ երամսյակը մեկ մի հատ աշխատավարձի չափով բարև ձեզ, մի հատ չգիտեմ կանանց տոնին ինքը ստացել է,
մի հատ հուլիսի 5-ին են ստանում Սահմանադրությանը, մի հատ անկախության, երկրի անկախություն վարի են տվել, սա պրեմիաները հետը այդ առանձին։ Այս սա իրան քիչ է գործուման փողերը ստանում է։ Մի հատ էլ ամիսը 100,000 դրամ է պետությունից լրացուցիչ ինքը, մի քանի падգամավորներ կա, մեկը ինքն է։ Երևանում բնակարանային վարձի փոխհատուցում, որ Երևանում բնակարան վարձի, դրա փողն էլ է պետությունը տալու։ Հիմա ամուսին էլ ասում են ավտոյը բերում է գործի, որ չմենա անձրևի տակ ընդունել եմ ազգային ժողով որպես պայմար տուն եք վարձել, բերեք չչացրից թող գնա տունը, կամ ասենք 1000 մարդ ամուսնացած է, ամեն մարդ իր կնգա փոչին կպած, խոչին բան գալի, չէ՞, ասեք թե գնաց իր գործերին, դու գնաք գործերին, ասեք, ինչ ես կպետ աչկա փոչի, որովհետև մնաց անձրևի տակ։ Հիմա էդի էտա, մա դրանով պիտի հիշեք։ Մի հատ որ մի հատ եղբայր ունի, որը որ Գյումրիում գրախանութ ունի, հանձնարարել են Շիրակի մարզի դպրոցներին, բաներին, որ սա գրենական պիտույքները բաները գրախանութից առ մամուլը գրեց, էդ էլ են եղբայրն է, որ գյումրեցիների հասցեին այս վերջերս խտրական սպառնալիք, բան տենց հնչեցնող հայտարարություններով իրան։ Էդ է, ուրիշ բանով դա կյանքում այ ոչ օրենքի նախագծի հեղինակ է, ոչ խոսել է, ոչ որ տաղավար է գնացել, ոչ է։ Հիմա այդ Էմմա Պայլյանը այսօր եկել աշխատակցություն, ասում է ինքը հատկապես հատկապես չէ, միայն ձեզ չի ընդունում, պարոն Ղազարյան։ Խտրական վերաբերմունք, սահմանադրությամբ արգելք, օրենքով է, բռնության պոչ, էլ խտրականություն, էլ ատելության խոսք, ինչ ասենք, տարբեր վերաբերմունքներ։ Կարիրեք հոդված կա, որտեղ ասում է, որ քաղաքացուն խտրական վերաբերմունքի ենթարկելը պայմանավորված նաև իր այլակարգությամբ, ինչպես նաև քաղաքական կամ այլ հայացքներով համարվում է հանցագործություն։ Ավելի խիստ է դիսպոզիցիան երկրորդ մասով այդ հոդվածի, որը ասում է, եթե դա իրականացվում է պաշտոնատար անձի կողմից։ Ու այնտեղ պատժի ավելի խիստ չափ է նախատեսվում, եթե դա պաշտոնատար անձն է։ Հիմա ինձ հետ այդպես որ խտրական եկե 3 հոգի են եղել, սկզբից եղել է Ռուբեն Ռուբինյանը, ազգային ժողովի նախագահի տեղակալ, հետո Հակոբ Արշակյանը, այսօր էլ էս աղջիկը։ Հիմա ես նախորդ երկուսին ազգային ժողովի փոխնախագահների համար արդեն հաջորդ օրը տվել եմ հաղորդում հանցագործության մասին, գլխավոր դատախազին, որ եւ հանրային քրեական վարույթ նախաձեռնա եւ նաեւ դիմի ազգային ժողով նրանց անձեռնմխելությունից զրկելու եւ մեղադրանք առաջադրելու համար։ Դե հիմա այսօր էլ էս էմաներ Պայլյան, հեսա իրիկունը գնամ գրեմ առավոտ դե կուղարկեմ, այմա վաղնել ունեմ հանդիպում։ Նա ուշ չի, եթե լսում է, կարա արագ զանգի, կապ հաստատի ու հանդիպում նշանակի։ Էմմա Պայլյան, հա, կարա, բայց արդեն չնայած այդ 200 մինչև ստեղից դուրս գա։ Այդ 250,000 դրամ որ ստանում են, այդ հենց դրա համար ձեր ասացի համար է, որ ասենք կարա հիմա ընդհանրենք մի հատ այս դիմացը սրճարան կա, ասենք գաստե, հիմա լսի առաշուտ գաստե, դա զանգի ասի պարոն Ղազարյան, այստեղ ես ձեզ սպասում եմ, եկեք հանդիպենք, տենանք ինչ եք ասում։ Բայց տենց լավ չի լես, լրագրողները հրավիրել, ուզում եմ ուղիղ եթերով լինի այդ հանդիպումը։ Չնայած Facebook-ով է կարենք կազմենք։ Բայց ամեն դեպքում, եթե չարեց, ես առավոտը գիշերը կգրեմ հաղորդում հանցագործության մասին, առավոտ կուղարկեմ դատախազին ու դեռ էլի հանդիպումներ կան, որտեղ խոսափելով չի, այսինքն դու ո՞նց ես ուր պիտի փախնեք դուք, ես խո ձեզ անձնական հարցերով չեմ դիմել, ხო չեմ եկի ասեմ Էմմա ջան, ասենք, լսել եմ աղբերդ գրախանութ ունի, իմ աչոր թուղթն է բրծել է, որ խնդրեմ ինձ մի պաշկա աչոր թուղթ կտա։ Բայց դա էլ նորմալ է, պատգամավոր է, պետք է քաղաքացին ընդունի մարդիկանը տենց հարցերով են դիմում սոցիալական աջակցության, չգիտեմ ինչ, բայց ես ասել եմ ազնիվ խոսք ասեք։ Նախապես եմ ասել, ասենք, որ զանգում ես հաշվառում ես ընդունելության, ասում եմ, ինչ հարցով եք դիմում, չեմ ասել աչոր թուղթ եմ ուզում իրաց գրախանութ։ Ասել եմ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ հարց եմ ուզում։ Ընդ որում այս հարցի քննարկումն էլ օրինակ որ լրագրողները գալիս են այդ ճեպազորիչները, այդ վարժությունը այնտեղ մի քանի լրագրող է տալել եմ։ Ասում եմ օրինակ ծրագիրը հետը ստանում եմ, էլ այդ կառավարության տպել եմ։ Այդ տիտղոսաթերթ բովանդակություն բան որ հանում է, սկսում է բովանդակությունը 4-րդ էջից մինչև 102։ Լրագրողներն են կանգնած են, ասում եմ խնդրում եմ այդ 4-ից 102 միջակայքում այդ ցանկացած թիվ ասեք։ Ողջ չգիտեմ ինչ թիվ ասելու, չէ՞։ Ասում եմ, ինչ որ եղել է այդ եմ ասում եմ 7 Շատ, բացում եմ 7-րդ էջ, ասում եմ հիմա ձեր ներկայացում, բացում եմ առաջին նախնդասությունը կարդամ։ Վերնագիր անդե։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծման, կարգավիճակի հստակեցման եւ այլ համար կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը եւ այդ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւորում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրը, այլ նաեւ
տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։ Էդի գրել են, որ պիտի դա անե, վարչապետը ինքը հայտարարում է, որ ԵԱԿ Մինսկի խումբը պիտի լուծարվի եւ այդ Իրան նախաձեռնությամբ պիտի լինի։ Այն ինչ որ Ադրբեջանի նախագահն է։ Այո։ Հիմա մենակ այդ մի կետը բավարար է, որ դա ասում եմ, մի հատ ուրիշ թիվ ասա, մեկն ասում է 10։ Բացում ես 10։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը կառավարության արտաքին քաղաքականության գերակայությունն է, գլխավոր խնդիրն է, որ պիտի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը երաշխավորի, ասենք կարգավիճակ կարաս ասես դե պատկերացնում ու լիադու, չէ, որը պիտի երաշխավորի արցախցիների Լեռնային Ղարաբաղում մնալը, իրանց իրավունքների պաշտպանությունը, իրանց այդ նպատակի կարգավիճակի մասին է խոսքը։ Հիմա իդե չէ, մենակ այդ ասենք, այդ չեմ ասում այդ ոռոգման համակարգ, կաթիլային ոռոգում, առողջապահություն, օրինակ այսօր առողջապահություն, չէ։ Այդ ջեջ ամեն անգամ նստում աշխատում եմ։ Վերածա, կառավարությունը մինչև 26 թիվը պիտի ներդնի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգ։ Ուրա։ Ու բացի դրանից որ չկա չէ, առողջապահության նախարարը չենք ասում։ Արցախում կրվածներին ասում են անվճար ընդհանրապես չենք բուժում։ Այո։ Մերժում են։ Հիմա ասենք թե ծրագիրը չի կատարել, բայց դու որպես падգամավոր ուզում ես ՔՊ-ից էլի, ուզում ես Հայաստան խմբակցությունից եղի, ուզում ես պատիվունը, ուզում ես խմբակցությունից դուրս եկած եղի։ Դե սկսես անվստահության գործընթաց։ Այդ իմաստով մենք դեռևս մի արձագանք ունենք իրավական պրոցեդուրայի իմաստով տրամաբանական, դա Հակոբ Ասլանյանի եւ Հովիկ Աղազարյանի նախաձեռնությունն է, որով իրանք փաստացի սկսել են, բայց դրա հետ կապված էլ իրանք մի հատ տեխնացու են ընտրել, իդեմս Էդմոն Մարուկյանի, որի հայտարարությունները ճիշտ ասած շատ վտանգավոր են, այսինքն ինչով, պարոն Ղազարյան։ Ուրեմն այդ ինչ ասում Էդմոն Մարուկյանը, իդեպ այս թեզը շատ մարդիկ են կրկնում, Հայաստան խմբակցության падգամավորներին մինչև այդ դա ասում, այսօրվա հարցազրույցը նախագահ Քոչարյանի, որ հեռարձակվեց, ցավոք սրտի ինքն էլ է դրա մասին, այդ խոսքը վերաբերում է 36 падգամավորով նախաձեռնություն սկսելուն։ Տեսեք, ինչ մի հատ վտանգ կա այդ Էդմոն Մարուկյանի դիրքորոշման մեջ, որ հիմնվելով պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցության հայտարարությունների վրա, ինչ է ասում, ասում է Հայաստան խմբակցությունն ասել է, եթե 8 падգամավոր նախաձեռնություն սկսի, նույն պահին մենք մեր 28-ը կմիացնենք այդ 8-ին, կլինի 36 գործընթաց կարանք արդեն սկսենք։ Հիմա ասում է պատիվ ունեմ ունի 6 падգամավոր, երկուսն էլ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազարյանն Հակոբ Ասլանյանը սկսել են, պատիվ ունեմ դու էլ միացի, այդտեղը կլինի 8, Հայաստանն էլ ասել է 8-ը լի, ես 28-ը, էլ 36 գործեթում եմ, բայց ամբողջ խնդիրը դրանում է, որ 36 ստորագրությունով գործ ազգային ժողովի նախագահին հանձնելը, դա ավանտյուրա է, որովհետև ասենք, եթե դու գիտես որոշում կայացնելու համար քեզ 54 է պետք, այդ 36 թիվը պետք է բոլորը մոռանան, գործընթացը պաշտոնապես պետք է մեկնարկի, ոչ թե 36, այլ 54 ստորագրության արկայության, 36-ը մինիմումն է, որ 10, բայց ինչի՞ դա պետք 10, որ չանցնի, այսինքն պիտի այն դեպքում 10, երբ իմանաս որոշումը կայացվի, ընդ որում, քվեարկությունը անվստահության, անվանական է, այսինքն յուրաքանչյուր падգամավոր անվանապես քվեարկելու է, այսինքն գաղտնի քվեարկություն չի էլի, որ ասես մարդը հիմա չի ուզում իր դիրքորոշում հայտնի, մեկը գործընթացում ինքը պետք է անվանապես ասի, հարցնելու են, Էդգար Ղազարյանից կողմ եմ, մեկը դեմ եմ։ Հիմա եթե դա տենց է, եթե որևէ մեկը ԿՊ-ից պիտի նախաձեռնությանը միանա, հիմա պիտի միանա, ոչ թե քվեարկության պահին, որովհետև տանես քվեարկության չանցնի, 6 ամիս, այո, դու զրկում ես, եթե այդքան բանը գիտես, հիմար ես տանես 10 թղթերը չանցնի, ուրեմն այդ 36 թվի մասին մոռացեք, իմացեք, որ գործի հաջողություն, որովհետև մեր կոնկրետ իմ նպատակը, Նարեկի Մայլյան նպատակը, Արթուր շարժման նպատակը ոչ թե ուղղակի գործընթաց սկսելն է, Քոչարյանը ասած 48 ժամով մեկին վարչապետի տեխնացու դարձնելն է, ոչ էլ տապալելն է, այսինքն մենք ազնվորեն մտածում ենք այդ գործի միայն հաջող ելքի մասին, իսկ հաջողի համար 54 է պետք։ Հիմա Էդմոն Մարուկյանի տեխնացությունը հայտարարել են, չեն ստորագրել։ Մտել է ուղղի հեռախոսը վերցել է զանգում է Սերյան Օհանյանին, Հայկ Մամեջյանին, ասում եկեք իմ թե այ բալա դու դրանց հետ ինչ գործ ունես։ ԿՊ-ի խմբակցության ես ուզում առաջարկեմ, միգուցե նրանց կողմից սկսի։ Ախ, նրանց կողմը։ Սրանք այս падգամավորները արդեն ասել են, որ գալու են միանան։ Դու մի հատ գնա Էդ եմ ասում, իրանց հետ աշխատել։ Սանիկն է Հայկ Կոնջորյանը իրա։ Աթող մի հատ հետ իրանցից սկսել։ Հայկ Կոնջորյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար։ Էդմոն Մարուկյանի Սանիկն է։ Բա մի հատ
Հայ Կոնջորյանը մինչև ԿՊ մտնել է, իսկ ընդ իհարկե ինքը շատ ոդիսեսի ճամփորդություններով անցել, բայց լուսավոր Հայաստանով է կապ հաստատել ԿՊ-ի հետ, այսինքն երբ որ լուսավոր Հայաստանը մտել է երկդաշինքի մեջ մասնակցել են Երևանի ավագանուն ընտրություններին ազգային ժողովի, այդ Հակոբ Կոնջորյանի մտնել է ԿՊ-ը, ասում է սովետական միլիցիայի նվերը Անտառամեջ գյուղի հասարակությանը։ Այդ լուսավոր Հայաստան կուսակցության նվերն է քաղաքացիական պայմանագիր Հիմա ինքը իր նախկին կուսակցական, իր Սանիկ, Հայ Կոնջորյանի, որը խմբակցության ղեկավարն է ԿՊ-ի, չի զանգում, ասի որ դու էլ արի միացի, առավել ևս այն դեպքում, երբ որ իր նախաձեռնության հեղինակները ոչ թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավոր, այլ հենց ԿՊ-ից դուրս եկած պատգամավորն են, եւ օրինակ Հովիկ Աղազյանի եւ Հակոբ Ասլյանի նախաձեռնությունը, եթե ասենք Էդմոն Մարուկյանի փոխարեն նորմալ տեխնացու առաջադրեին, բովանդակային իմաստով նաեւ շատ արժեքավոր է։ Ինչի համար, որովհետև մենք միշտ ասում ենք, չէ, որ ոչ միայն ԿՊ-ն պիտի միանասը, այլ ԿՊ-ն ինքը պիտի նախաձեռնի։ Այդ ծրագրի առաջի էջում առաջի նախադասությունը գրած է, այս ծրագիրը մշակված է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 21 թվականի ընտրությունների նախընտրական ծրագրի վրա։ Այսինքն, ինչով է ճիշտ, որ Հովիկ Աղազյանն ու Հակոբ Ասլյանը նախաձեռնել են դա։ Որտեւ իրանք ոնց են դառել պատգամավոր։ ԿՊ-ի համամասնական ցուցակով, հիմա են դուս եկել, բայց այդ ցուցակով են չէ դառել։ Այդ ցուցակով ինչի են դառել, որտեւ մարդիկ քվեարկել են այդ ցուցակի օգտին, ինչի, որովհետեւ իրանք ունեցել են այդ ծրագիրը։ Ու եթե հիմա իրանք տեսնում են իրանք ծրագրի շեղումներ, առաջին հերթին իրանք պիտի բարձրաձայնեն, այսինքն իրանք կառավարությունն է պիտի ասեն, «Պաշոք 4 նոր կառավարություն ենք ձևավորել, որ մեր ծրագիրը կատարվի»։ Բա վաղը այսօր մենք է տալու ենք ժողովրդին, այս մեր ծրագիրը, որ այսօր Ղազարեն Էդգարը կողում աշնել է, փախնում եք։ Ուր եք փախնելու։ Ամեն մի նախընտրական հետևանքել է վրա հասնելու։ Ամեն մի նախընտրական հանդիպման ժամանակ մի քաղաքացի մի էջ բացելու է, իսկ կարդ է։ Բացի եթե դուք ծրագիրը չեք կատարում, գալիս եք իշխանության, որ ինչ անեք, իշխանություն գալիս են ծրագիրը կատարելու համար։ Եթե դուք պիտի ծրագիր չկատարեք, դրան հակառակ բաներ անեք, շտամու պահանջներ կատարեք, մենք ձեզ ելն չենք ընտրում։ Հենա դու Ալիևի ասածներն եք անում, գնացեք դու Ալիևն ընտրի։ Այս կառավարության ծրագրի մեջ որտեղ է գրած, որ դուք պիտի սահմանադրություն փոխեք։ Ոչ միտեղ գրած չի։ Որտեղ է գրած, որ պատմական Հայաստանը վերացել է, հիմա պիտի լինի Իրաք, ոչ միտեղ գրած չի։ Որտեղ է գրած, որ զինանշանը պիտի փոխեք, ոչ միտեղ գրած չի։ Բայց ինչ եք անում։ Եթե դուք պիտի Ալիևի պահանջները կատարեք, գնացեք դու ձեզ Ալիևը ընտրի։ Եթե դուք պիտի մեր պահանջները կատարեք, բա ընտրել էինք ձեզ, բա գնայիք անեիք, այսինքն շուտ ու իրանք դա պիտի անեն։ Եվ եթե հիմա ԿՊ-ի падգամավորները, թեկուզ ԿՊ-ից դուրս եկած կամ ԿՊ-ում գտնվող, գիտեն, որ իրանք դրանով են ընտրվել, իրանք պիտի նախաձեռնեն։ Հիմա Էդմոն Մարուկյանը ԿՊ-ին թողել, հա, իրանք ելեն են դրանց դեսպաններ։ Պատերազմից հետո է դառել հատուկ հանձնարարություններով դեսպան, ընդ որում հրաժարական չի տվել։ Այսօր ասում եմ, չէ, ես հրաժարական եմ տվել, Նիկոլ։ Հրաժարական տվող ելնում ասում է, հրաժար հայտարարում եմ, հրաժարական այնքան է Նիկոլ Փաշինյանը հանձնարարություն չտում, մի օր հրաման տվել է, անշպրտ է, ու Նիկոլ Փաշինյանը տենց էլ ասում է, ես նրան ազատել եմ զբաղեցրած պաշտոնից։ Որը մինչև ազատելն էլ տևական ժամանակ հանձնարարություններ չի տվել։ Բա դու պաշտոնյա ես, նստել ես առօտետ մեզ գործի տենում ես, քեզ բան տնող չկա, քեզ, բա չես ասում պետությունը ինձ ինչի է փող տալի։ Բայց ժամանակ պիտի ասես, հայտարարես, ասես ես դուրս եմ գալի, ես փող չեմ ստանում, ախպեր ջան, ես ձերյակել եմ, ինչ եմ պետության փողը ձերից ստանամ, եթե ինձ հանձնարարություն չեք տալի, աշխատանք չեք տալի, ես նստում եմ, ինչ անեմ։ Այդտենց չեմ կարա ասեմ, ունեցել ենք ես համանդրական դատանը, որ աշխատում է, բայց հիմա դատանի համանա։ Հա, չէ, չէ, բան չասեց։ Ամեն ինչ լավ է, սիրուն է։ Հիմա բա դու նստել ես պետության փողն ուտում ես, չես ասում, ախ այդ պետությունը ինձ է, այդ փողը չէ, մինչև Նիկոլ Փաշինյանն ասաց, ես դժգոհ եմ նրա աշխատանքից, հանել եմ։ Հիմա քո ընկերներն են, քո թիմակիցներն են, դրանց հետ գործողումների ես գնացել, դրանց հետ, չգիտեմ, ամբողջ այդ Արցախի շրջապատը, ընդ որում նա նշանակվել է կոնտակտն է հեշտ, նա նշանակվել է հոկտեմբերի 6-ի հայտարարությունը ստորագրելուց առաջ, եւ այդ ամբողջ հիշում եք հանրային հեռուստաընկերությունում առաջին ինքը ասաց Ադրբեջանը ինչ 5 կետից պահանջներ ա ներկայացրել, Հայաստանը պատասխանել է։ Բայց դրանց քաղաքականություն իր դու քո ընկերներին թողել ես։ Նրանք եւ հիմնական որոշում կայացնողներն են, նրանցից դուրս եկած падգամավորներն են քեզ առաջ։ Դրանց թողել ես, Եկեղեցի կպել ես ընդդիմությանը դու ինչ գործ ունես, Սերան Օհանյանի հետ դու ինչ գործ ունես կամ Հայկ Մամիջանի։ Հայկ Մամիջանը, Սերան Օհանյանը պետք է իրանց ցավում եմ ուղղակի, որ այդ երկու խմբակցությունների падգամավորները այնքան ուշացրին այդ գործընթացը, որ սա եկավ ընկավ առաջի պլան, բայց ես կարծում եմ, որ ակնհայտ անազնիվ այդ մոտեցումը, նաև ինչ առնում է, որ
Հակոբ Ասլանյանը այսօր իր հետ ճեպազորությունին ինքն էր ներկա, ինչ է հայտարարում, ասում է անգամ եթե Էդմոն Մարուկյանին առաջադրեր պատիվ ունեմ խմբակցությունը, մենք չենք միանա դրան։ Ինչու՞։ Այսինքն Էդմոն Մարուկյանը պարզվում է իրանց նախընտրելի տեխնացուներ չի։ Եսնամ ինչ է։ Որովհետև եթե դու Էդմոն Մարուկյանին ուզում ես, բայց գործընթացի նպատակը վարչապետին անվստահություն հայտնելն է, սա պիտի վարչապետ։ Եթե ասում ես պատիվ ունեմ, եթե առաջադրել, մենք չենք պաշտպանի։ Այսինքն դու այնքան ապակառուցողական է քո մոտեցումը, որ դու մենակ երկու հոգով պիտի վարչապետ փոխեք, դե գնա փոխեք, դե նա ո՞նց ես փոխում։ Եթե դու երկու հոգով չես կարա փոխես եւ լինելու է մի հատ ուրիշ նախաձեռնություն, հիմիկվանից ասում ես ես դրան չեմ միանալու։ Բա որ դու եմյուս նախաձեռնությանը չես միանում քո երկուսով, ինչ ես միանում մտածում, որ մեկը իր 6 հոգով, եմյուսն իր 28 հոգով, եմյուսն իր 69 հոգով, պիտի քո նախաձեռնությանը միանա։ Ինչ լոգիկա ունի։ Իսկ թվում աստեղ շատ անազնիվ բան կա, որ հարցը ուղղակի վարչապետին հեռացնելն է, հետո այս մնացածը։ Ես արդեն Էդմոն Մարուկյանի պարագայում այսօր իրանց այդ ճեպազորիստներից իրանց հետևյալն է, կարդացել են այդ երկու հայտարարությունները, փորձում են դրա մանիպուլացնելով, ասեն դուք ասել եք 6-ով կմիանանք այլ տեխնացուների։ Այդ դուք ձեր 6-ը միացրեք։ Հանկարծ եթե նրանք մի քիչ անլուրջ գտնվեն միանան, Շուրգան Էմյուսին կասին դուք ասել եք 8-ը մենք 28-ով կմիանանք։ Դե դուք էլ միան։ Մենք 28-ը նաև ժողովուրդ է ուզում դրսում։ Հա, չէ, ասելա մենք 28-ով կմիանանք, դրանք ճիշտ է, դրանց բաժինը շատ է, դրանց ժողովուրդը։ Հետո ժողովուրդը, հետո զանգված պիտի քաշով հալելու, դե կնիկ տղամարդ պիտի հավասարելի։ Հա, դրանց բաժինը շատ է, բայց ամեն դեպքում ասում եմ 20, հիմա ի՞նչն է վտանգը, որ եթե սրանք հանկարծ մյուս խմբակցությունները այդ խայծը ուտեն 36 ստորագրություն տան, Էդմոն Մարուկյանը չի ասում, մենք պիտի սպասենք մյուս եւս 20 ստորագրություններ ունենանք, որ վստահենք, որ որոշումը կայացվում է, նոր գնանք այդ գործընթացը։ Ենք ասում մենք միանգամից տալու ենք ազգային նախագահան այս նույն ժամին ասում առավելագույնը քարով ասում առավելագույն։ Մի ժամ հետո հրավիրում արտահերթնիստ։ Ասում արիքո մի ժամանոց ելույթ ունեցի, մի ժամ իր ելույթ ունենում է, վարչապետ գալիս է, ասում մի ժամ է չունեն, մի րոպե, ասում եղավ։ Շնորհակալություն, ես չեմ ուզում ինձ անվստահություն։ Դնում ենք քվեարկության, ԿՊ 69 դեմ նախաձեռնությանը քվեարկումը անցավ։ Դու պետք է անես այն ժամանակ, եթե դու 54 մարդ падգամավոր ունես նախաձեռնության հետ միացած։ Իսկ իրանք այդ մասին ընդհանրապես չեն խոսում, այսինքն ինչից երևում է, որ իրանք նպատակը անվստահություն հայտնել է վիժեցնելն է։ Այլ այս գործընթացը դեպի փակողի մտցնելն է, դե մենք էլ խո երեխա չենք, ասենք այսքան ժամանակ հենց այնպես չենք մեծացել, պետքա դրա համար ենք կարդում, որ դες բաները շուտ հասկանանք։ Դրա համար չեն ուզում էլ ձեզ հանդիպեն։ Այո, դրա համար հասկանում են։ Վախեն ասում է Ղամազությունը ինչ բան է, ասում է վախենալու բանից չվախենալը։ Հիմա իրենք շատ լավ գիտեն վախենալու բանը, որն է, լավ էլ վախենում են, բայց վախենալով այդ հարցը լուծում չի ստանալու, իրանք անպայման պետք է առերեսվեն։ Մենք ինչ ունենք, դե ինչ եք անելու։ Մենք դեռևս սպասում ենք, որ մյուս ընդդիմադիր խմբակցությունները անպայման պետք է նախաձեռնություն ցուցաբերեն։ Նախաձեռնություն ցուցաբերելու դեպքում ես կարծում եմ, որ մենք նորից գնալու ենք դեպի Հովիկ Աղազյան, հա ինչ կապ չունի, հիմա մարդը այսօր այնպես բան ասե, մարդը հիմա ես օրինակ իր տեղը լինեի, հենց ինքս ինձ կառաջադրեի, ինչի ինքը իրան չառաջադրի։ Չգիտեմ, մանավանդ որ ասենք այդ նույնիսկ իրանց կուսակցությունից մարդ չեն առաջակարային, ասենք իրանց կուսակցությունից մի հատ տեխնազո առաջարկեք, թող ինքը իրեն գնացել են, ասենք Լուսավոր Հայաստան կուսակցություն, այն էլ են մի մարդու են առաջադրել, որ այդ հարցադրույց տալուց մի շաբաթ, այդ առաջադրած մի շաբաթ առաջ ինքն ասում էր դա անլուրջ բան է, չլող բան է, դա անունը Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Հիմա ստացվում է, որ ինքը անլուրջ բանի է մասնակցում Ռոբերտ Քոչարյանը։ Կարող լավ չէր ուսումնասիրել, ինչ գիտեք։ Կարող է հիմա ուշադիր ուսումնասիրեց, կարծիքը։ Չգիտեմ, ճիշտ ասած արդեն իրանց բանը հետաքրքիր չի։ Մի բան փաստ է, որ այն մարդիկ, ովքեր սկզբնական շրջանում ասում են, որ սա անլուրջ է, սա չլող բան է, սա։ Դե համատարած Հայաստանը խոսում է դրանից։ Այսօր մի հատ падգամավորի անունը չեմ տալի, որ նես բան չանի։ Դες լրագրողը հարցում ասում է կոնկրետ սկսել է, էլի բացի խոսակցությունները երկու падգամավոր սկսել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց կա վարչապետի տեխնացու Էդմոն Մարուկյան։ Դուք ինչ կարծիք եք։ Դες մի հատ ապուշի ժպիտ ընդունել, լուր, անլուրջ բան։ Անլուրջ բան։ Այսինքն այդ անլուրջ բանը, անլուրջ գործիքը սահմանադրության մեջ է։ Եթե մի բան սահմանադրությամբ նախատեսված է, ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված է։ Գոյությունը լուրջ է,
քո կարգավիճակը լուրջ է, քո կարգավիճակից բխող գործողություն ան ո՞նց է անում։ Ինչքան էլ ուզում ա ապուշի ժպիտը ընդունես, ինչքան էլ այտենց կերավորական է, այդ դրանից դու չես փախնելու, չէ՞։ Այդ ուզում ես ջայլամելի, ուզում ես լամայեղի, ուզում ես ուխտեղի, ուզում ես խոզեղի, ինչ ասես, այդ հարցը դրանով չի լուծվելու։ Մեկը որսորդները կենթանական աշխարհի նկատմամբ ուշադիր են լինելու։ Սա ժողովուրդը լստավատար։ Դուք ի կենթանի ուզում ես էլի, դրան ճար չկա, դրանից բրկում չկա։ Այս հիմա հասկացած ես ինչի չէ։ Դրա համար հիմա այդ էտապը ես կարծում եմ, որ արդեն անցել եք, մնացել եք մի քանի sense ապուշի ժպիտներով մարդկանց բաներին, դա էլ կանցնի, որ դա լուրջ չի, այդպես չի։ Դա իսկապես շատ լուրջ է եւ մեր տրամադրվածությունն է շատ լուրջ։ Հակառակ դեպքում ասում եմ, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, ովքեր այդ որոշումը չկայացնեն, այդ ճանապարհով չգնան, իրանք քաղաքական պատասխանատվության հարց ունեն, չէ՞։ Օրինակ, նախագահ Քոչարյանի ասուլիսը դեռ ամբողջությամբ չեմ ասել, այսօր լսեմ այս ազգային ժողովում հետո հարցազրույցների երեկոյան անպայման մանրամասն իսկապես ինձ հետաքրքիր է, մանավանդ վերնագրերը նայել եմ, այդ իմպիչմենտի մասուդը բնականաբար այդ կտորը տրանսպորտում լսեցի։ Ինքը ինչ ասում է, որ ես պրագմատիկ մարդ եմ, ես գնում եմ միայն այն քայլերին, ու ինչը ցույց է տալի իր իրական ազդեցությունը Հայաստան խմբակցության վրա, որովհետև ինքը սա պիտի ասեցի, որ կապ չունենա, բայց պարզվում է, որ այդ բանը իր հարցազրույցներում է, որ ազդեցությունը խմբակցության դիրքորոշման վրա շատ էական է։ Հիմա շատ պրագմատիկ եմ, ես այս գործի հաջողությունը չեմ տեսնում, իսկ եթե հաջողությունը չեմ տեսնում, ես դրան որևէ ձևով մասնակից լինել չեմ կարող։ Ես անում ենք, մենք անում ենք ընդհանրապես իրանց խմբակցություն Հայաստան միայն այն քայլերը, որ իրանք ռեալ են համարում։ Ես այնքան բանը հիասթափված եմ այս կարգը։ Օրենսդիր մարմինը ընդունել է ակտ, որի անլրջությունը ըստ էության անընդհատ sense ինչ որ բարձրաձայնում են։ Դե եթե օրենսդիր մարմինը գտել է, որ այդ ակտի գործիքը օգտագործելը իրականում հնարավոր է, ինչ ասել է թե դա ռեալ չի։ Այսինքն ո՞նց ռեալ չի։ Ինչ ուզում եմ հասկանամ, հեշտ ճանապարհ ընտրելու տարբերակը, եթե դա հնարավոր չի իրականացնել, բա երկրի իշխանության գալու, այս քաոսից հանել այս երկիրը հնարավոր լինելու է։ Չէ, բա ինչ ալնելու, այսինքն դու մտածում ես հիմա օրինակ ես ինչ եմ, չէ, մի քանի տեղ ասել եմ, հիմա էլ եմ։ Ենթադրենք ասենք մենք լսեցինք այսօր նախագահ Քոչարյանին, ասում ենք այս մարդը պրագմատիկ մարդ է, ինքը շատ լավ հասկանում է, որ սա չլող բան է, բերեք իր խորհրդով առաջնում։ Ու ասենք դատարեցնենք, ասեմ շնորհակալություն Տիկին Ծառուկյան, որ այսօր ինձ հրավիրեցիք, այս եթերի համար էլ շատ շնորհակալություն, բոլորին շնորհակալություն։ Մենք հետ ենք քաշում այս գաղափարում, ոչ մի բառ այս մասին չենք խոսում, իմպիչմենտ չի լինելու, սկի չենք է մտածում, անլուրջ է։ Չլող բան, անլուրջ չի, լավ, անիրատեսական է։ Մարդիկ փողոց դուրս չեն գա, քպեականները չեն միանա, այսպես մեզ կմերժեն, ընդունելության չեն առա, վերջ։ Ինչ է ալնում դրա արդյունքը։ Դրա արդյունքը լում է այն, որ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ։ Դա ձեր ուզածը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս իմպիչմենտի արդյունքում կհեռանա թե չէ, կախված է ոչ թե դրա դեմ մեր գործողություն, այլ հակառակը դրա օգտին մեր գործողություններից, որ ամեն մեկս միավորվենք, մեկ այս կարանի, մեկ այն կարանի, փորձենք, այո, կարող անես չստացվի, այնքան ա եղել մարդիկ ներդրումներ են արել, ջանք են գործադրել, ժամանակ, ներ ծախսել են, ոչ միայն արդյունքի չեն ասել։ Հենց դա է պայքարը։ Հիմա ասենք դուք փաստաբան եք։ Ամենասկզբից ասեմ չի։ Միանգամից ասեք թե մի հատ գործ եք ստանում։ Հիմա գործը որ ստանում եք, միանգամից այդ չլող բանա գցես մարդու դերը։ Թե միանգամից ասենք նայում ես, ասում ես ինչ կապեր գոյ, սրա համար ես ինչ կարող անեմ։ Ինչ իրավական ասպեկտներ կա, ինչ նախադեպեր կա, ինչ բան կա։ Մեկ էլ ասում ես, այս մարդը ինձ այս հարցով դիմել է, ես այս խնդրի լուծումը պիտի գտնեմ։ Այո, դժվար է, տենում ես ասում ես, հա, դժվար է, դատական համակարգ սենց է, գործի հանգամանքներն է շատ բարդ, հետո չանես։ Հիմա կարող է անես, այո, չարչարվես, գիշերը չքնես, լուսացնես, կարդաս, գրես, միջնորդություններ գրես, չգիտեմ ինչ անես, առողջ չստացվի, հնարավոր է որ չստացվի։ Բայց եթե ոչ մի բան չանես, օգուտ կունենաս այդ գործ, իհարկե չէ։ Ինչքան դիմացիդ արգելքը մեծ է, ինչքան դժվարությունները մեծ է, այնքան քեզնից լրացուցիչ ջանքեր են։ Այո, կարաս չարչարվես չունենաս, բայց չես կարա հենց այնպես տեղը նստես Նիկոլ Փաշինյանը գնա, աղոթես մեռնի, դե աղոթեք թող մեռնի, չի լի։ Բանավատը մեռնելուց էլ հարություն է առնում։ Մի անգամ չի, 100 անգամ գալիս էր քայլերով։
ամենասկզբից կանխատեսում էր ինչ գեներացիա է անելու։ Հիմա եթե այլ կարծիք էլ կա դրա։ Հիմա ասենք թե եթե այն մարդիկ ովքեր մտածում են որ սրա իշխանությունից հեռացման ձև ընտրությունն է, այդ կարա մտածի այն մարդը, որ ընտրություններով իրեն հաղթել է։ Այդ նրանից ընտրություններով պարտված մարդը ո՞նց է մտածում որ դրան ընտրություններով կարա հաղթի։ Այսինքն եթե դու մի անգամ արդեն իր հետ գնացել ես, ինքը հավաքել է սահմանադրական մեծամասնություն, դու հավաքել ես ընդամենը 21%, հիմա ապրոս են անում, դու ունես 8%, այսինքն այո, դու համարվում ես, չգիտեմ, ես այն ինչը միշտ մեկը պայմանական X-ը համարվում է անդիմության ամենաբարձր բարձ, անդիմությունը բոլոր նույնվարկանիշ չեն, մեկը միշտ կունենա ավելի բարձր, բայց եթե քո բարձրը 8% է, դու գնացիր մասնակցեցիր, ստացար 8%, ունեցար 100 падգամավորի մեջ 8 падգամավոր նստածին են վերջի շարքում սկսին ձեռ առնել, ոնց որ հիմա են անում։ Այդ իմաստը որն է դրա, եթե քո նպատակը դրան հեռացնելն է։ Եթե ասում ես չէ, մենք ժողովրդով կետա, բայց մի ժամ հետ են բացատրում, մենակ ժողովրդի ընտրությունով խոչես, մարդիկ ընտրությունը բան քվեաթերթի կեղծելով չեն անում, այս ինստիտուցիոնալ համակարգ են մշակի իշխանությունը զավթելու համար, փորձարկել են, արդեն զավթել են այդ իշխանությունը, բայց այդքան տեղական ընտրություններին, որ սաղին ընդից են գյուղապետ, այդ համայնքի ղեկավարները իրանց մարդկանց կարգում ցույց են տալի մեկը Սա ինչի համար դրա համար Հայաստանի պատմության մեջ երբ եղել իշխանության ղեկին գտնվող մարդ ընտրություններում պարտվի։ Այդ մարդիկ, որ հիմա դրա մասին խոսում են, որ իրանք իշխանություն են եղել, իրանց պաշտոնավարման շրջանում մի մանդատ ավել պակաս եղել է պարլամենտում, քան իրանք նախապես մտածել են թե ինչ պիտի լինի։ Բայց հիմա մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարական երկիր է կառուցել, որ իրանք գնան ընտրություն Այսինքն եթե դա համարում են քիչ հավանական, անիրատեսական, պրագմատիկ մարդը կեթա դրա հետ կմտածի, որ դրան հնարավոր է ընտրություններով հեռացնել, հետևաբար այդ մասը պետք է բացառել, որոշ ջանք ունենք, պետք է ներդնենք, այո, տեսեք, մանիպուլատիվ, չգիտեմ, պրոցեսները կողքից են առաջանում, չէ՞, պետք է ասես լավ, հասկացանք արդեն, դուք հանգիստ ձեր տեղում եղեք, ձեր գործով զբաղ ոչ մի ապօրինի բան չեն արել երկու падգամավորները իրանց իրավունքն այսինքն իրավական պրոցեդուրայի իմաստով անթերյա որտեղ խոցելի չի ում իրան են Էդմոն նայեցին տեսան ոչ մեկ չի առաջադրել առաջադրել լավ են արել իրանց իրավունքն է իրանք նախաձեռնել իրանք դրան են հարմար գտել դրան են առաջ բայց ասենք հետո մենք լսում ենք իրանց տեխնացիոն այդ հայտարարությունը ասում ենք լավ վсё էսի ոնց որ իրական նպատակը ինչի ոչինչ էլի հիմա խոչեք այդ մարդկանց ասեք ձեր նախաձեռնությունից բանակցել մարդիկ ասում քաղաքական քննարկումները միշտ կարալնի եւ ես հուսով եմ որ ինչ-որ մի պահի նրանք էլ կգան կառուցողական դաշտ որովհետեւ իրանք էլ են քաղաքական հիմա ասենք թե հայտարարություն արել են չէ կուսակցություն են արդեն հայտարարել են որ հաջորդ ընտրությունն ուզում են բայց իրանք ընտրողները իրանք չեն ասի մի թեմ ձեր արածն ինչ էր որպեսզի իրանք արածը արդյունք ունենա իրանք պիտի մոտենանք կոնստրուկտիվ քաղաքական դիալոգին եւ այն նպատակադրումը, որից բխում է այդ գործողությունը, այդ նպատակին ջանգոր հակառակ դեպքում իրանք իրաց կվնասեն առանցնել վիճակները վիճակ չի։ Ունեք ավելացնելու։ Ոչ։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ինձ թվում է այս բացատրությունների մեջ գտակ իրական է։ Շարունակեք հետևել մեզ, որ լինեք առավելապես պաշտպանված։ Շնորհակալ ենք։